Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Սա 2026 թվականի առաջին հաղորդումն է մեր ինքնությունը նախագծի շրջանակում։ Ես միջազգայնագետ քաղաքագիտության դոկտոր Գեորգ Մելիքյանն եմ։ Սա իմ հեղինակային հաղորդումն է, որը մենք ստեղծել ենք մեկ նպատակով՝ փորձել խոսել մեր ինքնությունից, փորձել քաղաքականությունից զատ հասկանալ այն ընթացքը, որով անցնում է մեր ժողովուրդը, մեր պետությունը, մեր պետականությունը, հիմքերը հասկանալ եւ ամենակարևորը տեսնել թե ինչպես մենք պիտի հաղթահարենք այն խնդիրները, այն մարտահրավերները, որոնց առջեւ մենք կանգնում ենք տարբեր պատճառներով։ Մենք նայում ենք այդ հարցերին տարբեր տեսանկյուններից, քանի որ ինքնությունը ինքնին տարբեր բաղադրիչներից է կազմված՝ եկեղեցի, մշակույթ, պետականություն, բանակ, առասպելներ, պատումներ, ավանդույթներ, հավատ եւ այլն եւ այլն։ Մենք բոլոր այդ տեսանկյուններից փորձում ենք հասկանալ, թե ինչ ընթացքի մեջ ենք մենք։ Եվ այսօր մենք հյուրընկալել ենք Թովմաս Ուրարակիր Առաքելյանին։ Թովմաս, ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Ես միշտ մեր հեռուստատողներին ասում եմ, որ մենք բացառիկ հյուրեր ենք ունենում։ Բացառիկ այն իմաստով, որ մարդկանց ներդրումը այդ ինքնության պահպանության եւ պետության ըստիս հիմքերը ամուր պահելու համար կարեւոր են եւ բայց միշտ չի որ տեսանելի են թերևս։ Ես փորձում եմ վերհանել, ցույց տալ այդ մարդկանց աշխատանքը, ցույց տալ թե իրենք ինչպես են նպաստում, ինչպես են իրենք սիրում մեր պետությունը, մեր հավատը, մեր եկեղեցին, որը այսօր ինչ որ առումով հարվածների տակ է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ինքս հետևում եմ մեր ինքնությունը հաղորդաշարին եւ կարող եմ իրապես ասել, որ ձեր հյուրերը մեկը մյուսից գերազանց շատ հետաքրքիր մարդիկ էին ու մեծ պատիվ է իրենց շարքում լինել, թեպետ դուք ունեցել եք հյուրեր, որոնց ես ուսուցիչ եմ համարում ինչ որ իմաստով, այսինքն այս պարագայում մեծ պատիվ է եւ զուգահեռ նաեւ մեծ պատասխանատվություն այս հարթակում խոսելը։ Անշուշտ եկեղեցին հարվածների տակ է, թեպետ այդ հարվածները նախ նոր չեն եւ երկրորդ այդ հարվածները պետք են, այդ հարվածները կարեւոր են եւ յուրաքանչյուր եկեղեցական, երբ գնում է ճեմարան, երբ գնում է իր առաջին քայլերն անելու եկեղեցական անդաստանում, նա սկզբանե գիտակցելով է գնում կամ գոնե առաջին իսկ օրերին սկսում է գիտակցել, որ այդ հարվածները պիտի լինեն, կլինեն եւ դրանք պետք է ինչ որ առումով նաեւ սիրել։ Իզուր չէ, որ լուծը, որ մշտապես մեր գիտակցության մեջ եղել է տանջանքի, հարչարանքի, քրտինքի, դառը քրտինքի խորհրդանիշ, քրիստոնեության մեջ կոչվեց քաղցր լուծ։ Այո, եւ դա հոգեվորականի պատասխանատվությունն է որպես հովիվ եւ նաեւ զինվոր որպես Քրիստոսի, ով պիտի նաեւ պայքարի։ Այո, բայց այստեղ շատ հակասական բան է, քաղցր լուծ։ Իրենք այս բառերը ինչ որ առումով չեն համադրվում, բայց տեսեք արդեն այնքան ենք ասել, նույնիսկ սովորական է դարել։ Ու երբ խոսում ենք հարվածների մասին, գիտեք, եկեղեցին մշտապես հզորանում, մաքրվում, բարեկարգվում է հենց հալածանքի ու հարվածների արդյունքում։ Ես օրինակ երբեմն մանավանդես վերջերս ինձ հարց եմ տալիս, ինչ կլիներ եկեղեցու հետ, ուղղափառ եկեղեցու եւ առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես այս սովետական բռնաճնշումների տակ գտնվող եկեղեցիների հետ ինչ կլիներ, եթե չլիներ Լենինը, եթե չլիներ Սովետը, եթե չլինեին այն հալածանքները, որ տեղի ունեցան։ Այնուամենայնիվ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ եկեղեցին կունենար բախում ֆաշիզմի հետ, եւ եթե հայտնվեր ոչ թե սովետական, այլ ֆաշիստական հասարակարգում, դժվար է պատկերացնել, թե ինչպես իրեն պիտի դրսևորեին շատ ու շատ հոգևորականներ ֆաշիստական երկրի մեջ գտնվելով։ Եվ եթե մենք նայենք երկու սցենար, լինել հալածված եկեղեցի, բայց հակաֆաշիստական երկրում, եւ լինել չհալածվող եկեղեցի, կաշառքների առաջարկություններ ստացող եկեղեցի, ֆաշիստական հասարակարգում, ինչ կլիներ մեզ հետ, եթե նույնիսկ վերջին այդ պատը, որ վերջնականապես հաղթեց ֆաշիզմին, չկառուցվեր։ Աստծո գործերն անքննելի են։ Ես չէի ուզի, որ Չորեքչյան կաթողիկոսը հայրենական պատերազմին ռազմաճակատ տանկեր ուղարկելու փոխարեն ստիպված լիներ ինչ որ որոշումներ կայացնելու ֆաշիստական կառավարության հետ ինչ որ ձև համագոյակցության։
մենք մտանք մի անգամից եկեղեցու, որտեղ իմ վերջի խոսքը եւ դրան է վերաբերում, բայց ես կուզեի փոքր ձեզ մասին խոսենք։ Դուք աստվածաբանությամբ եք զբաղվել եւ շարունակում եք լինել եւ նաեւ միևնույն ժամանակ պրոդյուսեր։ Ես չեմ ուզում այդ հակասության ինչու եք դա անում եւ նա անում, արդյոք չեն հակասում, ես գիտեմ որ դրանք չեն հակասում։ Ինչու որոշեցիք աստվածաբան դառնալ բառի հենց խորքային իմաստով, ոչ թե ուղղակի, որտեղ մենք ունենք աստվածաբանական ֆակուլտետ, ենթադրենք մարդիկ սովորում են Եվրոպայում էլ նման մենք շատ մասնագետ ունենք, բայց նրանք հոգևորական չեն, նրանք գիտնականներ են կամ փորձում են ուղղակի որպես ուղղություն ուսումնասիրել, բայց իրենք կրողը չեն այդ արժե համակարգի։ Դուք նաև դատելով ձեր զգեստից ուզում եք ձեզ տեսնել հոգևոր աստվածաբանության մեջ, այսինքն խորհրդապաշտական աստվածաբանության մեջ։ Ըստ էության աստվածաբանել բառը ինքնին բավականին խոսուն է, բանը, խոսքը, ինչ որ իմաստով նաև միտքը, այդ լոգոսի իմաստով ավելի մեծ, հա, խորհրդի իմաստով եւ Աստված խոսել Աստծո մասին, քարոզել Աստծո մասին, վկայել Աստծո մասին եւ անել դա բացառապես հայ առաքելական եկեղեցու դիրքերից։ Աստվածաբանը, որը աշխարհիկ դիրքերում է, մեր երկրում մանավանդ, որովհետև մենք որպես հասարակություն դեռ բավարար եկեղեցականացված չենք, որպեսզի կարողանանք գաղափարներով զատել թացը չորից, մենք երբեմն կարիք ունենք խորհրդանիշներով, ատրիբուտներով հասկանալ, թե որտեղ է մեր անվտանգ գոտին։ Հետևաբար նշանավորում են նրա, որ իմ քարոզչությունը թեպետ բնականաբար սխալական ու շատ ժամանակ ես փոքրիկ վրիպումներ եմ ունեցել ու անդադար քննարկումներ եմ ունեցել դրա շուրջ Մայրաթորցու Պեչմիածին տարբեր հոգևորականների եւ հայցակարգային գրասենյակի հետ, մշտապես նաեւ ունեցել եմ վեհապար Հայրապետի ուղղորդումը իմ քարոզչության տարբեր փուլերում։ Ասելիքս այն է, որ ես իմ կեցվածքով մշտապես փորձել եմ հստակ լինել հայ առաքելական եկեղեցու, թե վարդապետության եւ թե ինստիտուտի կառույցի եւ թե միաբանության եւ հիերարխիայի նկատմամբ, ոչ թե ներկայացնելով այն, ոչ թե խոսելով դրա անունից, այլ խոսելով դրան հավատարիմ եւ դրան խոնարհ, դրան ինչ որ իմաստով նաեւ հնազանդ եկեղեցուն իբրև կառույց, իբրև խորհուրդ եւ իբրև վարդապետություն։ Հետևաբար աստվածաբանությունը նաև երբ սկսեց երկխոսել պրոդյուսերական կրթության հետ, արդյունքը դարձավ մեդիա արշավը, արդյունքը դարձավ ակտիվ գործունեությունը համացանցում եւ անշուշտ երբ պիտի հայրենիքը, եկեղեցին գտնվեն շատ ծանր վիճակում, ես կարծում եմ որ նման ծանր պահերին չեզոքությունը անբարոյականություն է եւ չխոսելը ինչ որ թեմաներից, չանդրադառնալը բոլոր թեմաներին, խուսանավելը, լղոզելը շատ տգեղ է, մարդիկ դա տեսնում են, մարդիկ դա նկատում են, կարծում եմ որ ապագայում, լավ ապագայում, լուսավոր ապագայում, կարծում եմ ինչ որ առումով միշտ լինում են, չէ, չսիրված գործիչներ, այդ չսիրված գործիչների շարքերը համալրելու են ոչ թե նրանք, ովքեր այսօր խոսել են ու սխալվել, նույնիսկ եթե խոսել են սխալ դիրքերից, խոսել են շատ սխալ բաներ, ինձ թվում է, որ մեր ժողովուրդը շատ ներողամիտ է, այդ իրենց ահավոր սխալ հոգևորականների նկատմամբ, ընդհանրապես գործիչների, բայց հոգևորականների նկատմամբ էլ, եթե մեր ժողովուրդը չներ այդքան համոզող, հասարակական, հոգևոր, շոու բիզնեսի բոլոր գործիչների մասին եմ խոսում։ Վաղը մյուսօր ամենածանր հայացքի տակ են հայտնվելու ոչ թե նրանք, ովքեր խոսել են ու սխալվել են, թե այս կողմից թե այն։ Ինձ թվում է ամենածանր հայացքի ներքո հայտնվելու են նրանք, ովքեր չեն խոսում, ովքեր չունեին կողմնորոշում, ովքեր լղոզում էին իրենց կողմնորոշումը, փորձելով նստել երկու աթոռների վրա, դա ամենաեղկելի, ամենազզվելի, ամենաանհարգալից բանն է, երբ դու փորձում ես նստել երկու աթոռների վրա, երբ դու փորձում ես լավ լինել համեն կողմի հետ համեն, հարաբերություն չփչացնել ոչ մեկի հետ։ Ընդհանրապես իմ շրջապատում առաջ կային մարդիկ, որոնք մի տեսակ բոլորի կողմից սիրված էին ու փորձում էին բոլորի հետ լավ լինել։ Ես իրենց ուղղակի այլևս թույլ չեմ տալիս նույնիսկ մի նշանախեց մոտենալ ինձ, իմ ընտանիքին ու ընկերական միջավայրին, ընդհանրապես իմ Թոմաս, իսկ վատ բան է։ Ինչու է ձեզ հիմա
կա ակնհայտ է որ կա հարցակում եկեղեցու վրա, բայց այդ հարցակումը շատ կրքոտ է, այն իմաստով որ մարդիկ ոչ թե ուղղակի երևույթ է ենթադրենք որ պետք է պայքարունակ աշխարհակերության դեմ, մարդիկ պայքարում են լավ վատ, բայց կա դրա մեջ մոլուցք, հա, այսինքն կա այդպես ցանկություն մեծ եւ շատերը նաև մենք տեսնում ենք, որ շատ հոգևոր եղբայրներ են միացել այդ շարժմանը, հա, որը եւս բերում է այդ պարակտման, որքան է մենք ասում ենք հիմա եկեղեցին կոփվում է, եկեղեցին տենց բաներով չի անցել։ Իրենց մեջ մոլուցք չկա, ակնհայտ երևում է, որ ընկել են պիտի քաշեն վիճակում են։ Ինչ է կատարվում, ինչու է ձեզ այս ընթացքը հաջողում, ինչու չի ինքը կասեցում ուղղակի ինքն իրեն։ Միանշանակ է, որ ընթացքը չի հաջողում։ Այսինքն ընթացքը տեղում դոփում է եւ այդ տեղում դոփելու արդյունքում ստեղծվում է մոլուցքը, որովհետև մոլագարության աստիճանի մարդիկ այլևս կորցրել են իրականության զգացողությունը եւ հասկանում են, որ չեն հաջողում ու արդյունքում պատրաստ են բարի տարածի իմաստով պատրաստ են ամեն ինչի։ Ոչ մի կարմիր գիծ, ոչ մի բարոյական կամ թեկուզ իրավական կարմիր գիծ չկա այլևս, այսինքն պատրաստ են տապալել ամեն հնարավոր բան, սահմանադրությունից մինչև եկեղեցական կանոնակարգ, բարոյականությունից մինչև հասարակական ընկալումներ, խորհրդանիշներից, սրբազան ինքնութենական կարևոր տարրերից մինչև արժեքներ եւ այլն, այսինքն ամեն բան այլևս կորցրել է իր պահպանող ուժը, որովհետեւ պարտության հետ չհամակերպվող մարդը անընդհատ այդ պարտությունը շարունակելու է, դա դարձնելու է ուղղակի կապիտուլյացիայի պես էստաֆետը, անդադար փոխանցվող ինչ որ երևույթ։ Հոգևոր աշխարհում դա ինչ որ անուն ունի այս ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ մոլուցքը դուք շատ ճիշտ բառ ընտրեցիք, հենց մոլուցքը դրա մասին է, մոլուցք։ Ըստ էության նաև օգտագործեցիք ցանկություն բառը, բայց ինչի ցանկություն ունեն այսօր։ Վերջապես այս ամենի տակ ինչ ցանկություն է թաքնված։ Եկեք դրա մասին խոսենք, որովհետև հիմնապատճառները, այսպես հիմնակարերը, որոնք շատ հաճախ չեն երևում, շատ կարևոր են, որտեղ դրանց վրա է կառուցվում այս ամբողջ պիղծ ֆունդամենտը։ Ինչ է տեղի ունենում իրականում։ Քանի որ ինքնության մասին ենք խոսում, դուք էլ շատ լավ նշեցիք, որ ինքնությունն ունի տարբեր բաղադրիչներ։ Ինքնության բաղադրիչ է կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը։ Ինքնության բաղադրիչ է տնտեսությունը, որովհետև հնարավոր չէ լղոզված անբարոյական դիմագծով եւ առանց ինքնության կառուցել ազգային տնտեսություն։ Ինքնության բաղադրիչ է առողջապահությունը, ինքնություն է նաեւ շատ կարեւոր դեր ունի դրանում եկեղեցին, ընդհանրապես այն ամենը, ինչը մենք անվանում ենք անվտանգություն եւ բանակը գլխավորապես։ Այս բոլորը ինքնության կարևոր բաղադրիչներ են։ Եկեղեցին բոլոր դարերում այս ամենում ունեցել է ոչ միայն կարևոր ասելիք, այլ նաև եղել է կանգնած այս յուրաքանչյուր ինքնութենական բաղադրիչի ազգային մեր հայկական հորիզոնում կայացման ակունքի մեջ։ Այսինքն, եթե խոսում ենք կրթության մասին, ակունքում հոգևորական է, խոսում ենք երաժշտության կամ մշակույթի մասին, ակունքում հոգևորականներ են, առողջապահության ակունքում հոգևորական է, Մխիթար Հերացին, իրավունքի սահմանադրության ակունքում հոգևորական է, Գոշը Մխիթար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ եկեղեցին դարեր շարունակ երաժշտություն Մաշտոց, քչերը գիտեն։ Կոմիտաս, այո, Մաշտոցի շարականները շատ ավելի ուշ, բայց Կոմիտասը արդեն ավելի հիմնական, Խորենացին եւս, քչերը գիտեն, որ հա, այսինքն Անանիա Շիրակացին նույնիսկ ունի շարականներ գրված 7-րդ դար։ Այնուամենայնիվ բոլոր դարերում թեպետ հոգևորականները մեծ ներգրավվածություն են ունեցել մեր ինքնության բոլոր բաղադրիչների գործում, այսօր շատ հետաքրքիր փոփոխություն է տեղի ունենում որոշ մարդկանց մտապատկերի մեջ։ Եվ այդ փոփոխությունը ակնհայտորեն պատվեր է դրսից, պատվեր է անշուշտ, միանշանակ եւ անթափույց։ Որոշ ժամանակ առաջ ինչ որ փոքրիկ խմբակ մարդկանց սակավաթիվ խումբ եկավ հետևյալ բանաձևումին, որ այս բոլոր ինքնութենական հարցերը կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն, տնտեսություն, դիվանագիտություն, անվտանգություն, պետություն,
սահմանադրություն, իրավունք, ինչ ուզեք, այսինքն շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Այս ամենը հանկարծ հոգևորականի գործը չէ։ Անշուշտ, քանի որ դա շատ զավեշտալի կհնչեր, Այսինքն այն միտքը, որ եկեղեցին չպետք է զբաղվի իրենք քաղաքականությամբ, շատ հետաքրքիր մանիպուլյացիայի են դիմում։ Չասելով, որ հոգևորականը չպետք է ասելիք ունենա ինքնութենական որևէ հարցում, ինչու, որովհետև հոգևորականները ակնհայտորեն մեր երկրում, ես մի քիչ պրոդյուսերական լեզվով ասեմ, դարձել են լուրջ ինֆլուենսերներ։ Մենք իրապես ունենք հոգևորականներ, որոնց խոսքը լսելի է, որոնց խոսքը ազդեցիկ է, որոնք կարողանում են հուն փոխել երկրում, որոնք կարող են օրակարգ խառնել երկրում, որոնք կարող են նոր օրակարգ ստեղծել երկրում եւ հասկանալի է, որ ունեն լրջագույն ազգային ուղղափառ եկեղեցական ասելիք, ուղղափառը փոքրատառով եւ վարդապետության իմաստով, ոչ թե մեծատառով, այլ եկեղեցու։ Ակնհայտ է, որ այդ հոգևորականները այլևս ընկալվեցին որպես վտանգ։ Այդ հոգևորականները, որոնք քիչ չեն եւ որոնք ունեն հսկայական ազդեցություն այս երկրում, իրապես ունեն անձնային հեղինակություն ունեն, լսարան ունեն, հետևորդների մեծ բանակ եւ այլն։ Եթե նույնիսկ հետևորդների մեծ բանակ էլ չունեն, ապա ազդեցություն ունեն նույնիսկ իրենց իսկ հետևորդների որոշակի բանակների վրա։ Ակնհայտ է, որ դա վտանգավոր է ապազգային ուժերի համար։ Եվ ինչ որ փուլում չասելու համար, որ այլևս հոգևորականները չպետք է զբաղվեն այս երկրում որևէ ինքնութենական ու ազգային հարցով, ընդհանրապես որևէ հարցով չպիտի զբաղվեն, ձևակերպումը տրվեց մանիպուլատիվ։ Հոգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Ինչ է ստացվում։ Ձևակերպումն ու բանաձևը խորքային իմաստով, եթե շատ անկեղծ լինենք, հետևյալն է. մեր գործը սպանելն է, ձեր գործը թաղելն է։ Հոգևորականների հետ այսօր ոչ ուղիղ իմաստով փորձում են խոսել հենց այդ լեզվով։ Մենք պիտի սպանենք, դուք պիտի թաղեք։ Այսինքն հոգևորականը, որը չպիտի զբաղվի առողջապահության հարցերով, որը չպիտի զբաղվի տնտեսության, որը չպիտի զբաղվի երկրի, պետության անվտանգային կարևորագույն հարցերով, ինքնության ձևակերպմամբ, հանրայնացմամբ, ազգային պետության հիմնաքարերի մշակմամբ, դրա մասին խոսելով, քննարկելով, չհամաձայնելով, քննադատելով եւ մտնելով թեկուզ բանավեճի մեջ հոգևորականը, որը պիտի դուրս մղվի բոլոր ինքնութենական թեմաներից, ինչ է մնում հոգևորականին։ Թաղում անել։ Այդ իմաստով։ Թոմաս, իմաստով դառնալ մեր բայց եկեղեցին ինքն էլ չի ընթացքում իրեն մի փոքր դուրս դրել ժամանակի ընթացքում այդ գործընթացից։ Ի վերջո եկեղեցին պիտի զբաղվի առողջապահությամբ, կրթությամբ եւ այլն, թե ինքը պիտի զբաղվի իր հոգեվոր կրթությամբ, որի մեջ մտնում են այդ բոլոր տարրերը, բայց մտնում է։ Այսինքն ես եմ ուզում հասկանալ, թե իրական եկեղեցին ինչ չի արել, որ ինքը այսօր այդքան թիրախի մեջ է հայտնվել։ Ասում եմ, եկեղեցին արել է այն, որ դարձել է բոլոր թեմաներում ազգային թևը ներկայացնող ամենամեծ ազդեցություն ունեցող ուժ, ամենամեծ հեղինակությամբ, մենք միասին սոցիոլոգիական հարցման մի ներկայացման ենք մասնակցել Արար հիմնադրամում եւ տեսնում ենք, թե եկեղեցին ինչ վարկանիշ ունի։ Շատ բարձր։ Ու բնական է, որ այդ վարկանիշի դիրքերից, երբ եկեղեցականը խոսի ազգային, բայց չի խոսում։ Խոսում է։ Ենել ոնց է խոսում։ Խոսում է եւ մշտապես խոսել է, պետք չի դա ուրանալ։ Եվ խոսել է անհատների եւ դեմքով եւ այդ անհատները անձնապես վայելել են լրջագույն անձնական վարկանիշ։ Եվ այսօր նրանցից ոմանք հայտնվել են բանտում, նրանցից ոմանք գտնվում են ամենօրյա հալածանքի վերջին ժամանակներում։ Անշուշտ սովետական տարիներին դա եղել է պարզ պատճառներով մի փոքր ավելի քիչ, բայց սովետական տարիներին նույնիսկ մենք ունեցել ենք Խորեն Մուրադբեկյան, որը սպանվել է էլի իր անձնական կարծիքների պատճառով։ Բայց չեք գտնում, որ մեր եկեղեցին ունենալով այդքան մեծ եւ ռեսուրսներ եւ հնարավորություններ եւ ինքը ցանցային ամենամեծ կառույցն է հայկական ըստ էության, իր վրա է հենվել պետությունը դարեր շարունակ, բայց ինքն էլ հաճախ կարծեք չի գիտակցել կամ չի ուզել գիտակցել իր առաքելությունը հայապահպանության եւ վերցնենք եկեղեցիների քարոզները, հա։ Ես հիմա այստեղ էլ որպես ուրարագիր Գևորգ պիտի խոսեմ։ Եկեղեցում քարոզները բավականաչափ հեռացած են իրականությունից, այսինքն իրենք շատ են խարսվում նախկինի ավարայրի ճակատամարտից սկսած եւ այլն աղանդավորների դեմ պայքար,
Բայց ի տարբերություն օրինակ բողոքական եկեղեցու, որը կոնկրետ խոսում է մարդուն որպես հոգեբան, որպես հոգեբույժ, որպես ընկեր, որպես գործընկեր եւ իր հետ անհատապես աշխատում է, մեր եկեղեցում կարծեք թե այդ սկզբունքները կամ համայնքի ստեղծման, համայնքը պահելու այդքան էլ չեն խրախուսվել։ Մենք պետք է այստեղի նկատի ունենանք, որ հոգևորականները շատ քիչ են, շատ սակավաթիվ են եւ մեկ հոգևորականին շուրջ 20,000 հայ է բաժին ընկնում, բարձր որ հոգևորականները երբեմն ֆիզիկապես չեն հասցնում բավարար շփում ապահովել ու դրա համար կարող է ընդամենը 1-2 հոգևորականի հետ շփումը ձեր մոտ ստեղծել այդպիսի տպավորություն։ Եթե նայենք վերջին ժամանակների, վերջին անկախ հանրապետության տարիների քարոզխոսությանը, ապա Վեհափառ Հայրապետի քարոզները միշտ եղել են կոնկրետ ազգային թևի մեջ, բայց շատ զուսպ ու շատ հավասարակշռված։ Այնուամենայնիվ։ Բայց հիմա տեսնում եք, որ հիմա փոխվել է։ Հիմա ինքը թիրախային է քարոզխոսություն անում, այսինքն հստակ ասելիք կա դրա մեջ։ Բժիշկ պետք չէ։ Բժիշկը ակտիվանում է, երբ կա համաճարակ։ Նախկինում դրանք ուղղակի բառեր են հիմնականում։ Բժիշկը ակտիվանում է, երբ կա համաճարակ։ Միքայել Սրբազանը դեռ Եղիցի լույս հաղորդաշարում։ Միքայել arczepiskopos Աջապյանի Եղիցի լույսներ, որ ուղիղ եթերով անդադար շփման մեջ էր իր հոտի հետ եւ հետագայում նաեւ հարյուրավոր հարցազրույցներով դա արել է։ Բագրատ arczepiskopos Գալստանյան, որի քարոզները ոչ միայն այսօրվա, ընդ որում Կանադայում դեռևս, Մեծ Բրիտանիայում, Սևանի Վազգենյան դպրանոցում մշտապես եղել են այստեղ եւ հիմա այսօրվա մասին եւ շատ այժմեական միևնույն ժամանակ խարսխված հիշողության եւ ազգերի գիտեն, որ մենք բացի Գևորգյան ճեմարանից ունենք նաեւ Վազգենյանը, որը հիմնվել է քանի մոտապես 20 տարի առաջ հիմնվել, այսինքն վերաբացվեց, ստեղծվեց Գարեգին arczepiskopos Ներսիսյանի կողմից, որ հետագայում դարձավ հայրապետ։ Շարունակեմ, տեր Շավարժ քահանան Դիլիջանում, որ տարիներ շարունակ շատ ժողովրդի սրտին մոտ քարոզներով իրապես մեծ գործունեություն է ծավալում։ Հայ Ռուբենը, տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը իդեպ պիտի շնորհավորեմ շատ պատասխանատու իր նոր հանձնառությամբ լինելու Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ այլևս, որը նոր թեմ է, որ այս դժվարին օրերին Հայր Սուրբի համար պիտի աղոթենք, որպեսզի այս ստանձնած նոր ծառայությունը իրեն հատուկ պատվախնդրությամբ եւ պատասխանատվությամբ կարողանա հաջողել։ Հայ Ռուբենի քարոզները մշտապես եղել են շատ խորը հաստվածաբանության դիրքերից, բայց այսօրվա մասին շատ երկար կարող եմ շարունակել, թեպետ նաեւ չմոռանամ նշել ձեր հաղորդաշարի նախորդ հյուրերից մեկին, Տեր Մեսրոպ Քահանա Արամյանին, որը թե իր գործունեությամբ, թե իր քարոզխոսությամբ մշտապես տալիս է այն, ինչի մասին խոսում եք։ Մի խոսքով, գիտեք, հիմա ես այսպես ուղղակի մի քանիսին թվարկեցի, բոլոր այս մարդիկ եղել են այս կառավարության թիրախավորման եւ հարվածների տակ, բոլոր այս մարդիկ վերջին տարիներին հալածվել են ինչ-որ իմաստով կամ իրենց գործունեության կամ անձնապես, բայց ես ուզում եմ վերադարձ կատարել այդ դպրոցի կրթական ես դրա մասին էի նաև խոսում, այո, վերադառնալով այդ թեմային, մեզ պետք չէ հոգևորական, որը խոսում է, որը քննարկում է, որը նոր նյութ է բացում եւ ընդհանրապես ունի կարծիք եւ Հայաստանի Հանրապետության կիրթ արժանապատիվ քաղաքացին է, որը իբրև Հայաստանի քաղաքացի ուղղակի պետք է որպես նաև առաջնորդ, որպես նաև հասարակական, հանրային, հոգևոր, մտավորական գործիչ, ուղղակի պետք է ուղղորդի մարդկանց ու կարծիքներ արտահայտի բոլոր թեմաներով, ինքնութենական, արժեհամակարգային, պետական, տնտեսական, ինչը այսօր ուղղակի փակվում է, որովհետև անունը դրվում է քաղաքականություն։ Քաղաքականությունն ինչ է։ Կուսակցականություն ասեք, համաձայն եմ, ցույց տվեք կուսակցական հոգևորական, չկա, գոյություն չունի, ինչքան ուզում եք ձեզ մեջտեղից ճղեք ասոցացնելու համար նախկին կամ ներկա գործիչների հետ։ Այսօր արդեն այս տիրադավ ընթացքի մեջ մենք տեսնում ենք հոգևորականներ, որոնք զուտ կուսակցական գործունեություն են ծավալում, զուտ կառավարող ԿՊ կուսակցության դիրքերից, այսինքն պարզապես շարունակում են կոնկրետ կուսակցության կոնկրետ քարոզարշավ։ Ինչն է պատճառը։ Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև գիտեք, կա անբարոյականության ինչ որ գիծ, որից այն կողմ ինձ համար անհայտ է, ես դա չգիտեմ։ Կոմպրոմատների լեզուն է խոսում։ Ինձ հետ, անձնապես ինձ հետ խոսել են կաշառքով, ինձ հետ խոսել են անանուն fake տիրույթում, իրենք կարողանում են դա անել, իդեպ բոլոր են հոգևորականները, որոնք հիմա այդ դաշտում են դրա միջով անցել են, տելեգրամյան ալիքների միջոցով, սկզբում առաջարկվում է գումար, հետո առաջարկվում է ինչ որ գայթակղիչ, իմ դեպքում դա եղել է հաղորդաշար շատ հայտնի մի հանրային շատ
հաղորդաշար այդ ուրեմն իրենց սպասարկող ալիքի եթերում, այսինքն սկզբում եղել է գայթակղիչ մեծ ճակերտերի մեջ գայթակղիչ առաջարկներ, հետո եղել է բնականաբար շանտաժ կոմպրոմատների սարքած, ահավոր ծիծաղելի կոմպրոմատների տեսքով, բայց այդ իմ կոմպրոմատներ ծիծաղելի, ես ծիծաղեցի մի գրառում արեցի դեռ հունիս ամսին անցա առաջ, կորեցին գնացին իզով թոզով Գյումրեցու ասած։ Ես պատկերացնում եմ այնտեղ ինչեր են եղել, որ իրենք այլևս չեն կարողացել ուղղակի հետ քայլանել եւ ստիպված են եղել ամենաանդիմադիր դիրքերից, ամենավեհապար հայրապետին հավատարիմ դիրքերից, որ ինձնից շատ վեհապար պաշտպանած, ինձնից շատ ընդդիմադիր դիրքերից խոսացած, ինձնից շատ քաղաքականությամբ զբաղված մարդիկ այսօր ինձ քարոզում են լքել վեհապար հայրապետին, չզբաղվել քաղաքականությամբ եւ սատարել վարչապետին։ Հոգեվորականները։ Այսինքն իրենց վախեցրել են, հիմա իրենք էլ փորձում են այդ ինչ-որ մի ձևով։ Ես վստահ չեմ, թե իրենցից որ մասին են վախեցրել, իսկ որ մասին են կաշառել, ինձ համար պատկերը ակնհայտ է։ Եվ եթե վաղը մյուս օր որևէ հոգեվորական կասի, դե գիտեք, չէի կարող ուրիշ ձև անել, որովհետև իրավիճակը շատ բարդ էր, իրավիճակը բարդ չէ։ Պարզ է, պրիմիտիվ, եւ դու չես կարող բացատրել ոչինչ այն մարդկանց, որոնք չհասկանալու համար վճարվում են։ Թոմաս, հասկանում եք, չէ՞, որ այս պատմությունների մեջ ամենաշատը բանը, որ եկեղեցին հարվածի տակ է, հասկանալի է, բայց ինչպես որ դուք նշեցիք, արդեն 2000 տարի է հարվածի տակ։ Վերջը քրիստոնյայի ճանապարհը փշոտ է, հասկանալի, հատկապես քրիստոնեության հոգևոր հատվածը ստանձնած պատասխանատվությամբ մարդկանց, բայց տուժում է հասարակությունը, որը նաև հատկապես երիտասարդ սերունդը, որը այլևս չի հասկանում, թե որն է ճիշտը, որը սխալ, ով է հոգևորը, ով է ոչ հոգևորը, որովհետև սա խճճվել է եւ մարդիկ էլ ունենալով նաեւ արցախյան խնդիրներ, ունենալով սոցիալական տարբեր հարցեր գումարվել են նաեւ այս եկեղեցին ինքը միշտ եղել է անհաս մի մատուռ, հա, այդպես ասած հոգևոր իմաստով, բայց ինքը կարծես դարձել է հիմա բոլորի համար այդպես հարվածելու հարմար թիրախ։ Ձեր հարցադրման համար շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ու խորքային դիտարկումներին, այնուամենայնիվ թույլ տվեք 3 առանձին դիտարկման հետ մի փոքր քննարկենք։ Նախ առաջինը չհասկանալու հետ կապված։ Ինչպես հենց նոր ասացի, անհասկանալի ոչինչ չկա։ Այս խաղը բավականին պարզ, Թումանյանն ասում էր աչքի նման պարզ ու աչքի նման բարդ, բայց այստեղ նույնիսկ այն բարդ կողմը չկա, ինքը ուղղակի պարզ, ակնհայտ խաղ է։ Ամեն ինչ շատ ակնհայտ է եւ չեն հասկանում միայն նրանք, ովքեր չհասկանալու համար վճարվում են։ Այսինքն ունեն աշխատանք պետական կառույցներում ու պիտի չհասկանան իրենց աշխատանքային պայմանագրի մեջ կարծես այն Հարի Փոթերում կար, չէ՞, տեքստ, որը սկզբում երևում է, բայց հետո մեկ էլ չի երևում։ Փոթերի ֆան երբեք չեմ եղել, չգիտեմ։ Թվում է թե պայմանագրի մեջ մենք տարբեր սերունդներ ենք այնուամենայնիվ, տարբեր սերնդի ուրարակիրներ ենք։ Եվ ուրեմն պայմանագրի մեջ այսպեսի կետ կա, որ դու պիտի չտեսնես եւ չհասկանաս, պիտի լսես, բայց չլսես։ Այդպիսի տպավորություն է։ Այսինքն ով չի հասկանում, իմ կարծիքով ինքն անկեղծ չէ, ամեն շատ հասկանալի։ Ամեն շատ հասկանալի թե ով է ավելի մաքուր եւ ով է ավելի բարոյական հետագից ունեցող մարդ։ Այս թվում թե այն։ Ներողություն, մեկը այս կետը, որ ամեն բան հասկանալի է։ Երկրորդը, այն որ եկեղեցին առաջ բավականին բարձր դիրքերում էր եւ այլն, իսկ հիմա ոնց որ մի փոքր խոնարհվում է, դրա մեջ միայն դրականն եմ տեսնում։ Ներողություն, իսկ էլ ինչ պիտի լիներ, որ մեր ժողովուրդը իր բոլոր թեմերի առաջնորդներին հականե հանվանե ճանաչի իրենց բարոյական նկարագրով, ամբողջ կենսագրությամբ եւ այլն։ Ես մեկ հարցազրույցում վերջերս ասացի, ներողություն, ինձ թվում է, որ Աստված տեսավ, որ մենք ոչ մի ճանապարհով հոգեվոր կրթություն չենք ստանում, ոչ պատարակներով, ոչ կիրակնորիա դպրոցներով, ոչ միսիոներների ու աստվածաբանների աշխատանքով, ոչ մի ճանապարհով մենք ուղղակի տոտալ հրաժարվում ենք կրթվել եւ նույնիսկ կրթությունը նորաձև է շարժումը մեզ չի օգնում ավելի քրիստոնյա դառնալ եւ արդյունքում ահավասիկ Աստված ընտրեց թերևս երևի կրթելու այս ձևը եւ սա բավականին լավ աշխատեց։ Իմ շրջապատում լիքը մարդիկ այս ընթացքում առաջին անգամ նորմալ պատարակներին մասնակցում են, գնում են, սատարում են եւ ճանաչում են հոգեվորականներին։ Այնուամենայնիվ, գիտեք, երբ որ
խոզին լողացնում է, այսինքն հետո գնում է ինքն ումա ցեխի մեջ, բայց լողացնելը երբեք ավելորդ չէ մի կողմից եւ մյուս կողմից իրենք չեն մասնակցում պատարակների, այսինքն մենք գիտենք մայրաթորի աստվածաբանական եւ հայեցակարգային դիրքորոշումն առայն, որ կարգալույց հոգեվորականների պախարակները մենք հրաժարվում ենք ընկալել որպես պատարակ։ Այն դեպքերում, երբ գործող հոգեվորական է, կարգալույց հոգեվորական չէ եւ պատարակը իրապես մատուցվում է, ես գոնե իմ անձնական դիրքերից չեմ հավակնի այդ պատարակները նույնպես համարելու անվավեր եւ համարելու պատարակ չի, որովհետեւ այնուամենայնիվ, եթե դեռ հոգեվորականը կարգալույց չի եղել, կարծում եմ խորհուրդը այնուամենայնիվ կայանում է։ Ինձ թվում է, որ այո, թող մասնակցեմ, որովհետեւ հաղորդությունը երբեմն մարդու մեջ բերում է նաև ապաշխարության կտրուկ զգացողություն եւ շատ են եղել պատմության մեջ դեպքեր, երբ օրինակ քրիստոնյաներին հալածող ու սպանող Սողոսը դառնում է Պողոս Առաքյալ։ Շատ քիչ է հավանականությունը, որովհետեւ Պողոս Առաքյալը նախքան Պողոս դառնալը հսկայական եւ լուրջ կրթություն էր ստացել, ոչ թե ուխտագնացություն բառը ղ-ով էր գրում։ Անարժան հաղորդություն ստանալն էլ անարժան հաղորդություն ստանալն էլ Պողոս Առաքյալը ձևակերպում է որպես մահվան տանող ճանապարհ, ընդ որում ոչ միայն հոգու մահվան, այլև ֆիզիկական մահվան։ Մի խոսքով, իրականում շատ չեմ ուզում խոսել իրենց մասին, ուզում եմ վերադառնալ ձեր հարցադրմանը եւ երրորդ բանը նշել այս թաղման իմաստով, հա, այսինքն հոգեվորականը իրենց ընկալման մեջ թաղում անող է։ Հետևաբար ինքը պիտի զբաղվի իր թաղում անելով ու ես ակնհայտ տեսնում եմ, որ այս փոքրիկ խմբակի, այս տիրադավ խմբակի այսպես հայացքի մեջ նույնիսկ իրենց սպասավորող հոգեվորականները հարգանքի չեն արժանանում։ Ակնհայտ բաներ ասեմ։ Նախ այդ նույն հոգեվորականները զրկվել են դիվանագիտական անձնագրերից այս խմբակի ուրեմն որոշումով դեռ տարիներ առաջ։ Նախ այս բոլոր հոգեվորականներին, մասնավորապես Նավասարդ arczepiskopos Կճոյանին եւ այնտեղ էլի կան մարդիկ, ամենավերջին բառերով վիրավորել է հենց այս խմբակը եւ հենց այս կուսակցությունը։ Երրորդը այս կուսակցությունը, որ հիմա ուխտաերթ է անում հայտարարությունն է էլի ուղղակի ծայրահեղ անգրագիտության եւ հոգեվոր անգրագիտության մեջ դեպի Սուրբաննա եկեղեցի, հենց այս մարդիկ էին, որ տարիներ առաջ միտինգներ էին անում այդ եկեղեցու կառուցման դեմ։ Ես հիշում եմ, երբ Վեհափառ Հայրապետը Սուրբաննա եկեղեցու կառուցումը նոր նախաձեռնել էր, այսօր արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավար, կարծեմ թե Արայիկ Հարությունյան կոչված մարդը, ավելի հայտնի իր մականուններով, եկել էր մի ցուցանակով, որի վրա գրված էր աղոթք չառաջարկել, լավ աղոթել եկել եմ։ Այս վերաբերմունքն է, հա, իրենց վերաբերմունքի եկեղեցու նկատմամբ։ Հիմա իրենք եկեղեցի են բարեկարգում, այո։ Եվ ես ուզում եմ ասել, որ այնուամենայնիվ շնորհակալ եմ Աստծուն, որ հիմա Հայաստանում իրապես կա եկեղեցու բարենորոգման շարժում։ Ես դա իրապես համարում եմ բարենորոգման շարժում։ Այսինքն այո, այս ամբողջը թե այս կոնկրետ այդ նախաձեռնությունը։ Ինչ պիտի լիներ, որ այս բոլոր մարդիկ այսքան ինքնաբացարկ հայտարարելով եւ այսպես ուղղակի բացահայտ, ուղղակի այսպես անկեղծ դուրս գային եւ ցույց տային իրենց իրական արժեհամակարգն ու իրական պատկերը։ Իրենք իրենց դուրս գալով բարեկարգեցին եկեղեցին եւ գիտեք հայտնի արտահայտություն կա, որ նավը խորտակվում է, առնետները վազում են։ Դրա երկրորդ տարբերակն ինձ ավելի դուր է գալիս։ Առնետները փախան ու պարզվեց, որ նավն այլևս չի խորտակվում։ Թոմաս, ձեր լավատեսությունից դուր է գալիս շատ, դուք շատ հոգեվորականի տեսանկյունից եք նայում իրականում խնդիրներին, որը շատ կարևոր է, այսինքն դուք այդ դիրքը պահում եք։ Իրականում մի քիչ մոտեցումները այլ են։ Դուք շատ լավ հասկանում եք, որ միայն կուսակցության կամ իշխանության ներկայացուցիչները չեն, որ դուրս են եկել եկեղեցու դեմ։ Այո, ես խոսքում նշեցի, որ դա պատվեր է թուրքական։ Դրա համար մոլուցքի մասով որ խոսեցինք, ես տեսնում եմ, որ շատ ու շատ մարդիկ հնարավորություն են ստացել խոսելու եկեղեցու դեմ, այսինքն իրենց համար սա ամենաբարեբեր ժամանակաշրջանն է արտահայտելու իրենց ցասումը, իրենց դժգոհությունները եկեղեցու դեմ եւ չի ասի որ պարտադիր բոլորը վճարվում են կամ բոլորը պարտադիր կուսակցական ինչ-որ բաներ ունեն։ Ուղղակի մարդիկ կան, որոնք որևէ տրենդի զոհ են դառնում, դա միշտ անխուսափելի է, բայց միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ
Տերն ասում է նրանք մեր միջից ելան, բայց մեզանից չէին։ Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր են մեզանից։ Եվ Քրիստոս, որ ասում է՝ մի վախեցիր, փոքրիկ հոտ, չի խոսում, չէ, իրեն հետևող 100 հազարավորների մասին, խոսում է փոքրիկ հոտի մասին։ Այդ 100 հազարավորները խաչի մոտից փախնելու էին եւ խաչում են կամել։ Թոմաս, իսկ քրիստոնեությունը ըստ ձեզ ինչ կարևորություն ունի մեր պետության համար։ Դուք շատ եք խոսում քրիստոնեությունից, շատ եք ներկայացում եւ նաեւ զատում դնում անգամ կրոնականությունից, հա, որպեսզի ցույց տաք, որ ինքը ավելի վեր է։ Ես հակառակը։ Այսինքն ասելով, որ ես մշտապես ասում եմ, որ այդ զատումը շատ արհեստական է եւ ինչ որ առումով դատարկ է։ Կրոնը այն է, ինչ ես կրում եմ, իրապես կրում եմ։ Կատու ունեմ, որ ծեսից քրիստոնեությունը զատել։ Միայն ծիսական կարևոր մաս է, որովհետեւ ռուսը ասում է обряд, չէ, обрежаться, դա հագուստն է, իսկ տկլոր պետք չի լինել։ Շատերը նաեւ ունեն այդ, որ մենք պիտի հեթանոսության վերադառնանք, դա ավելի ազգային է։ Ինչով է քրիստոնեությունը ազգային։ Ես հրաժարվում եմ արդեն դա մեկնաբանել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր խոսում են հեթանոսության ազգային լինելու մասին, իրենք վերջին հաշվով չեն տիրապետում հեթանոսությանը բացարձակապես։ Այսինքն, երբ որ ես ուսումնասիրում եմ հեթանոսությունը, հայ հեթանոսությունը, հետո տեսնում եմ, թե ինչքան է դա սիրուն, մշակել, ինչքան գեղեցիկ պահպանել է Մովսես Խորենացին, Մովսես եպիսկոպոս Խորենացին, մենք երբ տեսնում ենք մեր հնագույն եկեղեցիների հիմքերում եւ ընդհանրապես ճարտարապետական մեր այսպես հիմքերում ճարտարապետության աշխարհայացքում մենք տեսնում ենք հեթանոսական, այսինքն նախաքրիստոնեական շրջանի մշակույթը եւ տեսնում ենք թե ինչ խնամքով է քրիստոնեությունը վարվել մեր նախաքրիստոնեական մշակույթի հետ, հայ առաքելական եկեղեցին պարզապես նոր որակ է հաղորդել մեր ազգին, մեր ինքնությանը եւ երկար կարելի անշուշտ այս թեմայով բանավիճել, բայց այնուամենայնիվ վերջին հաշվով մենք գալու ենք նրան, որ 2000 տարի առաջ դա այլևս կայացրած որոշում էր ու փաստ էր, որը հիմա այլևս անդառնալի ու անխուսափելի է, որովհետեւ քո 2000 տարիները քրիստոնեական են եւ հանելով քրիստոնեությունը կպարզվի, որ դու ունես շատ քիչ բան, այդ շատ քիչ բանից ինչ որ մասը պահպանվել է հենց նույն քրիստոնեության շնորհիվ, իսկ այն մի մասը ունի մեծագույն հունական ազդեցություն։ Թոմաս, իսկ չեք կարծում, որ հետևաբար այդպես ուղակի ամբողջավարական ասել մենք բոլորս գնանք հեթանոսություն եւ այլն, հեթանոսությունը կարելի է օգտագործել այն ամենը, ինչը պահպանվել է, մնացել է ու ինչը օրինակ արևմտահայ մեր բանաստեղծները անում էին, դարձնելով հեթանոսությունը որոշակի սիմվոլ, օգտագործելով հայ ժողովրդի գրականության մեջ եւ դա իհարկե սիրվել է, դա իհարկե ընթերցվում է նաեւ իմ կողմից, մենք որևէ թշնամական վերաբերմունք չունենք նախաքրիստոնեական մեր արժեքներին եւ ինքնությանը։ Հետևաբար այս առումով միանշանակ է ամեն բան, իսկ ընդհանուր առմամբ քրիստոնեությունը մեր ժողովրդի, մեր ինքնության գործում իհարկե ոչ թե կարևոր է, այլ ողնաշարային դեր ունի օրգանիզմում։ Թոմաս, իսկ կարծում եք կամ չեք կարծում, որ ամեն դեպքում մեր ժողովուրդը 2000 տարվա ընթացքում միշտ չի որ խորապես ընկալեց քրիստոնեությունը։ Ի վերջո շատ մարդիկ, հենց ես որ խոսեցի հեթանոսության մասին, ոչ թե նա համար, որ հեթանոսությունը ինչ է եղել ժամանակին, այլ որ մարդիկ այդպես է քրիստոնյա չդարձան ուղղակի։ Պատմության ընթացքում չի եղել գեթ մեկ ազգ, մեկ պետություն, մեկ ժողովուրդ ու հասարակություն, որը խորապես կընկալի քրիստոնեությունը իբրև հավաքականություն, իբրև ազգ։ Այդպես չի լինում։ Չի լինում, որ քրիստոնյա լինի ազգը։ Մենք սիրում ենք խոսել քրիստոնյա ազգի մասին, բայց եթե ավելի կոնկրետ լինենք եւ փոքր ավելի բծախնդիր մեր խոսքի նկատմամբ, ապա պիտի հասկանանք, որ լինում է քրիստոնեական քաղաքակրթություն, որում մենք ապրում ենք, լինում է քրիստոնեական աշխարհայացք։ Իդեպ քրիստոնեությունը աշխարհում միակ քաղաքակրթությունն է իմ դիտարկմամբ այս պահին, այսինքն այլ քաղաքակրթություն չկա, կա քրիստոնեական քաղաքակրթություն եւ բազում մշակույթներ, այսօր փորձ է արվում ասել, որ դա եվրոպական քաղաքակրթությունն է, բայց ես համաձայն չեմ եվրոպական քաղաքակրթություն ձևակերպման հետ, դա քրիստոնեական քաղաքակրթությունն է, որը այսպես սիմբիոզի մեջ է մտել եվրոպական տարբեր նախաքրիստոնեական ակունքների հետ եւ տվել է
հետաքրքիր արդյունք տարբեր երկրներում, հետևաբար չի լինում քրիստոնյա ազգ, հավաքականություն, մարդիկ, մենք պիտի խոսենք քրիստոնյա անհատների մասին, որոնք մշտապես քիչ են, որոնք մշտապես փոքրամասնություն են եւ իզուր չէ, որ Քրիստոս նրանց համեմատում է աղի հետ, այսինքն երկրում քրիստոնյաները աղ են եւ աղը մշտապես քիչ է, փոքր է, որովհետեւ ինչ է ասում Քրիստոս, նեղ է ճանապարհը, որը տանում է դեպի փրկություն, փշոտ է այն, քարքարոտ է ու քչերն են գնալու դրանով եւ անշուշտ մեր երկրում, ինչպես բոլոր երկրներում, մեր հասարակությունում, ինչպես բոլոր հասարակություններում, մեծամասնությունը պիտի գնա լայն ճանապարհով, դա այդպես է, դա անխուսափելի է։ Ընդ որում, եթե մենք համեմատելու լինենք արդեն ամեն ինչ համեմատության մեջ է, չէ՞ երևում։ Եթե մենք համեմատենք մեր ժողովրդին մյուս ազգերի հետ, եվրոպական կլինի, Ամերիկայում եւ այդ մայրցամաքներում կլինի տարբեր ազգերի պարագայում, գիտեք, մենք բավականին լավ պահպանված ժողովուրդ ենք, բավականին քրիստոնյա ազգ ենք եւ բավականին լավ հիմքեր ունենք առնվազն, որպեսզի դա մեր մեջ զարգանա։ Ես մի քիչ նորից սկսեմ քննադատել եկեղեցին։ Կարծում եք, որ օրինակ մկրտության խորհուրդը երբ որ անում են, հազարավոր մարդիկ, ովքեր մկրտվում են եւ մեր եկեղեցում, հոգեվորականներ իրենց բացատրում են մկրտության խորհուրդը, անցնում են իրենք օրինակ ամբողջ այն շղթաներով, որը ժամանակին անցել են քրիստոնյա դառնալու համար։ Ամենայն դեպս ոչ մի հոգեվորական չի ասում, որ այդպես չպիտի լինի։ Դա արդեն կարևոր է։ Իսկ որ կան թերություններ, ակնհայտ է կան եւ ես պատճառին արդեն անդրադարձա։ Երբ մեկ հոգեվորական, ընդամենը մեկ քահանա, ամուսնացած, երեխատեր, սոցիալական բազում խնդիրներով ծառայություն է մատուցում 16 գյուղում, ակնհայտ է, որ ինքը ֆիզիկապես եկեղեցու կառավարման արդեն խնդիրն է, որ եկեղեցու մենեջմենտը, այսպես ասած, քանի որ դուք էլ օգտագործեցիք ժամանակակից բառեր հոգևորի համար, ինֆլուենսերներ եւ այլն, ես ինձ թույլ կտամ ասել, որ մենեջմենտը կարևոր է, օրինակ քահանաների չվճարվելու փաստը, որը իրենց ստիպում է անընդհատ ինչ որ տեղերից ֆինանսական միջոցներ հայթայթել, որն էլ բերում է իրենց խոցելիությունների ավելացմանը կամ ժամանակը ոչ հոգևոր ձևով ծախսելու։ Եվ ժամանակ իմ դիտարկումն այն է, որ մեր եկեղեցում ինչքան իրապես արժանավոր հոգևորական կա, որ իրապես իր գործունեության մեջ հավատարիմ է եւ նորմալ ընթացքի մեջ։ Ես ինչքան շփվում եմ իրենց հետ, հասկանում եմ, որ իրենք ապահովված են։ Իսկ այն հոգևորականները, որոնք անդադար բողոքում են իրենց անապահով վիճակից ու անդադար փորձում են զբաղվել այդ fundraising-ով, ոչ թե իրենց բուն հոգևոր ծառայությամբ, գտնվում են ավելի անապահով դիրքերում։ Ինձ թվում է դա շատ խելացի, դեռ միջնադարում մշակված շատ խելացի համակարգ է, որպեսզի հոգևորականները ստանան ըստ արժանվույն եւ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, կալում արածող եզի դունչը, կալում աշխատող եզի դունչը մի կապեք, թողեք այդ կալից էլ սնվի եւ ասում է սպասավորը թող այդ սեղանի փշրանքներից էլ սնվի։ Սա լավ ձևակերպում է։ Ինչպես սպասավորես, այդպես էլ վերջում կսնվես։ Դա հետաքրքիր տարբերակ է։ Այնուամենայնիվ, ասել, որ եկեղեցու մենեջմենտում ամեն ինչ իդեալական է, մենք որևէ մեկս չենք հավակնել երբևէ ու նման միտք երբևէ չի հնչել։ Մենք մշտապես խոսում ենք նրա մասին, որ եկեղեցում կան բազում խնդիրներ, իմ դիտարկմամբ այդ խնդիրները անշուշտ մենեջմենտին վերաբերող կա, բայց առաջնային խնդիրը, որը այսօր կա, դա եկեղեցու PR-ն է, ընդ որում PR-ը այսօր շատ հաճախ գովազդի հետ է ասոցացվում, մինչդեռ մենք գիտենք, որ PR-ը հասարակության հետ կապն է, public relationship-ն է, խոսքն է, հասարակության հետ կոմունիկացիան է, որը այսօր կարծում եմ հիմնական վրիպումն է, որից էլ օգտվում են այս ուժերը։ Այո։ Շատ կարևոր բան է, Շոն Թոմաս։ Գիտեք ինչու, որովհետև ես լսել եմ հոգևորականներից, երբ որ խոսում ենք նույն այս խնդիրների մասին, իրենք ասում են, գիտեք, մեր տեղը գիտեն բոլորը, թող գան։ Մենք չենք գնալու դեպի իրենց։ Կարծեք այդ առաքելություն ստանձնելը ավելի դարձել է пассив իմաստով։ Այս երբ ասում են մեր տեղը բոլորը գիտեն, միշտ չի, որ մեր տեղը բոլորը գիտեն։ Օրինակ միշտ չէ, որ մեր հասարակության անդամները գիտեն, որ իրենք կարող են շատ հանգիստ մտնել Facebook, գտնել հոգևորականին, նամակ գրել ու պատասխան ստանալ։ Վստահեցնում եմ, մեր հոգևորականների մեծ մասը, գրեթե բոլորը, ակտիվ նամակագրություն են պահում Messenger-ով։
Բայց նկատել եք, որ ես իհարկե չգիտեմ ինչ են գրում, բայց հիմնական հոգեվորականները շատ ակտիվ են լինում եւ խոսքը վերաբերում է ծեսերին, ենթադրենք հարսանիքի պսակադրություն, բայց երբ որ խոսքը վերաբերում է հոգեբանական լուրջ խնդիրներին, ենթադրենք մարդիկ ամուսնալուծվում են կամ ինչ-որ հոգեբանական լուրջ խնդիրների մեջ են, այնպես չի որ մարդիկ դիմում են հոգեվորականներին այն ակնկալիքով, որ հոգեվորականը որպես հայր հոգեվոր իրեն լսելու է եւ իրական խորհուրդ է տալու ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։ Ձեր բերած հարցը, գիտեք, վերջին հաշվով տեխնիկական է եւ կապված է ուղղակի ժամանակի եւ դրա պանջարկի մեծության հետ։ Ես քահանա չեմ ու երբեք չեմ հավակնել հովվական խնամք տանել անհատների հետ կապված ու մշտապես երբ ինձ դիմում են նմանատիպ հարցերով, ես մշտապես օրինակ փորձում եմ ուղղորդել դեպի քահանաներ, հայր սուրբեր, նույնիսկ ես ինքս զանգում եմ որևէ հայր սուրբի, ասում եմ հայր սուրբ քո համայնքից մարդ ա եկել, հիմա կուղղորդեմ, փորձում եմ այդ կապը ստեղծել, երբեք ինքս չեմ հավակնում։ Միևնույն ժամանակ ես օրինակ օրվա կտրվածքով ունեմ 162,000 հետևորդ Instagram-ում, ես օրվա կտրվածքով շուրջ 200 նամակի եմ պատասխանում եւ բնականաբար շատ մարդիկ կան, որոնք ակնկալում են իմ անմիջական ներգրավվածությունը իրենց ընտանեկան խնդրին, որը ես գրեթե երբեք չեմ կարողանում ապահովել, որովհետեւ նախ ես ֆիզիկապես դա չեմ կարող անել, չեմ հասցնի ուղակի ծանրաբեռնվածության հետ կապված, միևնույն ժամանակ գիտեք, բոլոր հոգեվորականները չէ, որ ունեն այդ ծիրքը եւ պատրաստվածություն։ Օրինակ իմ երիտասարդության բերումով ես երբեք ինձ թույլ չեմ տալիս մտնել ընտանեկան խնդիրների մեջ։ Միևնույն ժամանակ ես գիտեմ քահանաներ, որոնք թեպետ ունեն ընտանիք եւ տարիք, բայց էլի չեն մտնում, որովհետեւ գիտակցում են, որ դա իրենց չի, իրենք շատ ավելի լավ են իրենց զրուցում ուրիշ հարցում։ Մինչդեռ օրինակ մենք ունենք Տեր Մարկոս քահանա մանգասարանը, որ շատ հայտնի է իր ընտանեկան խնամքի կենտրոնով երեցկնոջ հետ հազարավոր նախաձեռնություններ են ունենում ընտանիքի հետ կապված։ Եվ ընտանիքի հետ կապված իր Instagram-ում էլ բավականին ակտիվ քարոզչություն է տանում։ Պետք է հասկանալ, որ հարցով ում դիմել։ Թվում է թե բժիշկը բժիշկ է, բայց այդքան էլ այդպես չի։ Հոգեվորականները տարբեր են, ոչ միայն քիչ են, այլ նաև շատ տարբեր են։ Եվ ամեն մեկը ունի նաև իր խառնվածքը։ Մեկը մարդամոտ է, մեկը ավելի փակ է, մեկը ավելի գիտական, մեկը ավելի հանրամատչելի։ Հետևաբար խնդիրը կա, խնդիրը լուծելի է, միևնույն ժամանակ պետք է ուղղակի նոր խնդիրներ չստեղծեն, որպեսզի եկեղեցին իր ամբողջ ներուժը չտանի այդ խնդիրների լուծման։ Այսօր ներողություն մեզ վերադառնալով մեր քննարկման սկզբին առաջին մասին, գիտեք, այսօր մենք ապրում ենք մահվան շքերթում։ Ուղղակի մահվան ստվերների մեջ ենք ապրում անդադար։ Այս խումբը, որը 2018 թվականին եկավ մահվան բեմադրություններով եւ մահվան սև դրոշներով, ես հիշում եմ ինձ օրինակ հեղափոխության օրերին բացարձակ ճեմարանական երիտասարդ պատանի էի, ոչ մի բան չէի հասկանում, ինչն է ինձ վանել եւ փառք Աստծո, որ դա ինձ վանել է եւ այս ժամանակ դեռ ինչ որ ենթագիտակցական ատելություն եմ ունեցել այդ գաղափարախոսության նկատմամբ ինչու, ես այդտեղ մահ եմ տեսել, ինձ վանել է այդ դագաղ պարացնելը հրապարակում, թվում է թե դեպքեր եղավ անցավ, հիմա ինչ ես հիշում 7 տարի է անցել, գուցե նույնիսկ զղջացել եմ։ Ես տպավորվել եմ դրանից, ես հիշում եմ այդ մահվան լենտերը, եւ հետո այս բանակում զինվոր էի, երբ սկսվեց COVID-ը, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Ձախողեցին COVID-ի դեմ պայքարը, բերեցին մահեր։ Ձախողեցին Ադրբեջանի դեմ պայքարը, թե դիվանագիտական թե ռազմական դաշտում, բերեցին մահեր, հետո այդ մահերի մասին խոսեցին, դե պլյուս մինուս 50 բան, այդ էլ սպանել ենք, որ մեզ չասեք դավաճան։ Դե հիմա ասում են խաղաղություն, այլևս մահեր չեն լինելու։ Իմ եղբայրներին սպանել եք, արդարանալով, որ դե սպանել ենք, որ պիտի դիվանագիտական ճանապարհով լուծեիք, լուծեիք, ասում են դավաճան կասեիք, հա կասեինք, ախպեր լուծեիր այդքան կյանքը, փրկեիր, մնայր դավաճան, քան այդքան երեխեքի գլուխն ուտեիր, սպանել իմ եղբայրներին, հազարավոր մահերի տակ մտնել, ու էլի մնայր դավաճան։ Հենց դա, որ ինքը քրիստոնեաբար չի նայում։ Տնտեսության մեջ ձախողելով, արդյունաբերության մեջ ձախողելով, անվտանգությունը ձախողելով, հրդեհներով, մահերով, անդադար մահերով, մի բանի մեջ են հաջողել այդ իրենց ավտոշարասյունն է, որը էլի մահ է բերում։ Հղի կնոջ սպանությունը հիշենք ու չմոռանանք։ Բայց էլի մահերի այս շքերթում իրենց հիմնական ասելիքը մնում է դա մեր գործը սպանելն է։
արժեհամակարգը սպանելն է, ինքնությունը սպանելն է, ձեզ ֆիզիկապես սպանելն է, ձեր բարոյականությունը սպանելն է, իսկ ձեր գործը քահանաներիդ գործը թաղում, բայց ինչպես է ստացվում, որ այդ դեպքում շատ ու շատ հազարավոր պիտի խոստովանեմ մարդիկ համարում են, որ սա խաղաղության գործընթաց է այս ամենը։ Այսինքն այլևս ոչ ենք ասում մահվանը եւ թաղմանը։ Ես ամեն անգամ, երբ լսում եմ այս մարդկանց կոնցեպտները խաղաղության, ես էլի եմ ասել սրա մասին, խաղաղությունից արյան հոտ է գալիս։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն հասկանում, որ խաղաղություն այս ամենի մեջ չկա։ Այս ամենի մեջ կա նոր պատերազմ, նոր տարածքների կորուստ, նոր ցեղասպանություն, նոր գաղթ եւ սեփական երկրիդ մեջ արժանապատիվ ապրելու նոր անհնարին իրավիճակ։ Եթե չեն հասկանում, արդեն ասել եմ, կամ զուրկ են, ուղղակի հիմնահատակ զուրկ են ազգային, արժեքային, ինքնութենական կարևորագույն գաղափարներից ու բարոյական արժեքներից, ուղղակի զուրկ են։ Ուղղակի առևտրական են։ Ամեն ինչի պատրաստ են Թուրքի բենզին ստանալու եւ Թուրքի հետ առևտուր անելու համար։ Սպառողական հասարակություն է, Թոմաս։ Այդ մարդիկ, չէ, կներեք, բոլոր սպառողական հասարակությունները չէ, որ անբարոյական են։ Բնականաբար։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ ավարայրի ճակատամարտի օրերին գոռում էին եկեք պարսիկների հետ առևտուր անենք, ինչ քրիստոնեություն։ Քրիստոս են խաչում։ Ինչ պիտի անի եկեղեցին այս իրավիճակում, այս դժվարագույն իրավիճակում։ Խոսի, այնինչ անում է, անշուշտ, ավելի շատ պիտի անի։ Իմ դիտարկմամբ պիտի անի ավելի գրագետ PR տեսանկյունից, պրոդյուսերական տեսանկյունից, SMM տեսանկյունից։ Պիտի կարծում եմ ամեն թեմ ունենա իր SMM մասնագետը։ Բայց դա եկեղեցու աշխարհիկացում չի գնում արդեն։ Հասկանալի է, ես հասկանում եմ, չեք ասում, բայց մի փոքր ինքը դուք չեք ասում, օրինակ ինքը ավելի շատ պիտի աղոթի, ինքը ավելի շատ պիտի հավատի մասին խոսի, ինքը ավելի շատ պիտի բարոյականությունից խոսի։ Դուք խոսում եք էլի product վաճառելու մասին, product-ը ճիշտ վաճառելու մասին։ Գիտեք, երբ հասարակությունը հայտնվում է շատ ծանր վիճակում, շատ կտրված ամեն ինչից, եթե կուզեք գտնվում է այդ ծայր աստիճան վատ վիճակում, այնպես ինչպես առաջին դարում հույներն էին Կորինթոս քաղաքում։ Եկեղեցին պետք է գնար Կորինթոս, եւ Պողոս առաքյալը գնաց։ Նամակներ Եվ գրելով։ Պողոս առաքյալը երբ թեկուզ Աթենք գնաց, Աթենքում ես նույնիսկ հիմա, քանի որ ավարտական կուրսում եմ ու դիպլոմային աշխատանքի վրա եմ աշխատում, որպես պրոդյուսեր գրում եմ իմ դիպլոմային թեզը, եւ այնտեղ շատ հետաքրքիր մի հատված ունեմ, գոնե ինձ համար հետաքրքիր, որտեղ պրոդյուսերի տեսանկյունից փորձում եմ վերհանել, թե ինչ քարոզչական, պրոդյուսերական հնարքներ է օգտագործում Պողոս առաքյալը Աթենքում քարոզելիս, երբ ցույց է տալիս անծանոթ Աստծո այդ կուռքը, ու ասում է ես եկել եմ այդ անծանոթ Աստծուն քարոզելու, աշխատել արքետիպի հետ, բերել այդ արքետիպը քարոզել մարդկանց, ստեղծել մի հատ, մենք դա ասում ենք trigger, այդ trigger-ի միջոցով մարդուն բերել, այսինքն օգտագործում է Պողոս առաքյալը։ Անշուշտ, երևի չիմանալով էլ, որ դրա անունը trigger է լինելու 2000 տարի հետո, չէ՞։ Բայց այն ժամանակ մարդիկ Աստված փնտրում են։ Արդյոք այսօր մարդիկ Աստծո կարիքը ունեն։ Մարդիկ Աստծո կարիքն ունեն միշտ։ Եվ դա Աստծո գոյության մեծագույն եւ Կանտի կողմից ձևակերպված ապացույցներից մեկն է։ Մարդը միշտ ունի Աստծո կա 40000 տարի առաջ վերջերս Չեխիայում գնացի մի թանգարան, որտեղ էլի ականատես է եղա 40000 տարի առաջ տեղի ունեցած թաղման ծեսի, որտեղ նեանդերթալյան մարդը, որն ունի ուղեղի ընդամենը մատերիդ վրա կարող ես հաշվել քանի ծալք, որովհետև ուղեղի վերականգնում է այնտեղ նույնպես ցուցադրված էր ընդամենը 6-7 ծալքերով ուղակի, հա, բայց այդ մարդը ուներ Աստծո կարիք եւ թաղված էր կրոնական ծեսով, թաղված էր որոշակի տրամաբանությամբ։ Նեանդերթալցին միգուցե, բայց 21-րդ դարում միշտ բոլոր ժամանակներում միշտ մարդ արարածը ունի Աստծո կարիք, որովհետև Աստծո կարիքը Աստծո գոյության ապացույցն է, ինչպես ջրի կարիքը ջրի գոյության, այդ ծարավը ջրի գոյության ապացույցն է։ Եթե նույնիսկ մենք սենյակում լինենք, որտեղ ջուր չկա, բազում անգամ սա խոսել եմ, ջրի գոյությունը կապացուցի, որ ջուր այնուամենայնիվ կա, ծարավի գոյությունը դա կապացուցի։ Հիմա
մարդիկ Աստծո կարիք ունեն, մարդիկ փնտրում են Աստծուն։ Մարդկանց պետք է մատուցել եւ այդ մատուցածը հետագայում զարգացնել։ Տեսեք, մենք խոսում ենք, չէ՞, սերմնացանի առակի մասին։ Սերմնացանի առակի մեջ սերմնացանը սերմերը ցանեց եւ 4 ճանապարհով զարգացավ սցենարը։ Հիմա մենք երբեմն այնտեղ ասում ենք այ այն սերմը, որ ընկավ բարեբեր հողի վրա, աճեց ու պտուղ տվեց։ Մի բանի մասին ենք մոռանում, որ այդ բարեբեր հողի մեջ ընկնելու եւ պտուղ տալու արանքում մի հատ կարևոր ֆակտոր կա։ Այդ սերմը նույնիսկ բարեբեր հողի վրա որոշակի մշակելու կարիք կա եւ մենք դա տեսնում ենք արդեն հետագայում որոմների առակում, որտեղ թշնամին է հայտնվում ու սկսում է այդ սերմին վնասել եւ իմաստուն մշակ պիտի լինի։ Գիտեք, եկեղեցին այսօր ընդհանրապես աշխարհում կարիքը ունի օգտագործելու ժամանակակից գործիքները, բայց միևնույն ժամանակ չտարվելու դրանցով, որովհետև դա պիտի ինքնանի այնուամենայնիվ դանդաղ ուսումնասիրելով եւ այսօր մենք դեռ համացանցի հետ կապված խնդիրները չհարթած զբաղվում ենք արհեստական բանականության խնդիրներին։ Ես տարին սկսել եմ թե իմ ամանորյա բոլոր հարցազրույցներում, թե իմ ամանորյա մաղթանքում, փոքրիկ տեսանյութում ես միշտ խոսում եմ արհեստական բանականության մասին, որ նախորդ տարին իրապես արհեստական բանականության կարծես տարի լիներ։ Բոլորս խոսում ենք դրա մասին, բոլորս տեսնում ենք դրա դրական ու բացասական կողմերը։ Եվ ես մաղթեցի, որ դա միայն գործիք մնա, որովհետև քիչ-քիչ կարծես արհեստական բանականությունը վերածվում է ավելի ինքան գործիքի, ի դեպ հոգևորականների դեմ էս լայնամասշտաբ հալածանքի մեջ մեծապես ներգրավված է արհեստական բանականությունը։ Կեղծվում են տեսանյութեր, պատվիրվում են կոնտենտներ, ստեղծվում են մեր անունները արատավորող նյութեր, օգտագործելով արհեստական բանականությունը, ստեղծվում են մեր անունները արատավորող տեքստեր, վիզուալ պատկերներ եւ մեր հասարակության զգալի մեծամասնությունը դեռ չի կարողանում տարբերել արհեստական բանական, նույնիսկ վատ արհեստական բանականությունը անորակ, անվճար տարբեր ծրագրերով գեներացված չի տարբերում իրական նյութերից։ Ու մնաց պրոֆեսիոնալ նյութերը։ Ճիշտ եմ հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին կարիք ունի նոր գործիքակազմ որդեգրելու, նորոգվելու, վերազինվելու եւ ժամանակակից աշխարհին ավելի համապատասխան լինելու։ Խնդիրը կսկսվի այն պահին, երբ որևէ հոգևորական հայտարարի, որ եկեղեցին այլևս չունի դրա կարիքը։ Այդտեղ արդեն կլինի խնդիր։ Քանի դեռ եկեղեցին կարիք ունի նորոգվելու, քանի դեռ եկեղեցին կարիք ունի զարգացնելու իր գործիքակազմը, օգտվելու, զարգանալու, սխալներ ուղղելու, քննարկելու, մի խոսքով, քանի դեռ եկեղեցին օրգանիզմ է, ապրող օրգանիզմ է, կա եւ գործում է եւ ակտիվ է գործում, կլինեն շատ ու շատ խնդիրներ։ Խնդիրների չգոյությունը կխոսի այլևս մեռած թանգարանացված օրգանիզմի մասին, ինչը ես չեմ ուզի որ լինի երբևէ։ Հետևաբար մշտապես եկեղեցին ունի կարիք զարգանալու, բայց մենք խոսում ենք հիմա եկեղեցու ոչ թե խորհրդավոր մարմնի մասին, մենք խոսում ենք պարզ ադմինիստրատիվ քարոզչական բաների մասին, թե չէ եթե խոսում ենք եկեղեցու մասին մեծատառով, եկեղեցու խորհրդի մասին, եթե խոսում ենք եկեղեցու աստվածահիմն լինելու մասին, այստեղ իհարկե ոչ մի բանի կարիք էլ չունի, նա սուրբ է, հավիտենական է եւ գիտեք, այս հարցակումներն էլ վերջին հաշվով հարցակումներ են ոչ միայն հոգեվորականների անձերի կամ ինստիտուտի կամ կառույցի վրա, սրանք հարցակումներ են կոնկրետ Հիսուս Քրիստոսի մարմնի վրա եւ ես դա հասկանում եմ, որովհետեւ գիտեք, իրենք շատ հաճախ սխալներ են գործում ու այդ սխալները թե զավեշտալի են, թե նաև մատնում են իրենց դիվական բնույթը։ Ես վերջերս տեսա, կարդացի մի տեքստ, որի տակ սարսափելի վատ տրամադրությամբ, սարսափելի ճնշված տեսքով, ախր ես ճանաչում եմ, չէ, բոլոր այդ արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին անձամբ եմ ճանաչում ու գիտեմ իրենց խառնվածքը, իրենց միմիկան, իրենց պահվածքը այդպես ինչեր լինի, երբ տեսա իրենց ուղակի գերեվարված, տեսա իրենց գերության մեջ։ Ես այդպիսի պատկերներ տեսնում եմ մեկ էլ, երբ նայում եմ Բաքվի դատավարությունները։ Այդպիսի, բայց այնտեղ մեր տղերքը
շատ էլի բավականին հերոսական դիրքեր, մանավանդ Ռուբենը Վարդանյան, կոնկրետ ընկճված չէ։ Այո։ Նույնիսկ Բաքվի գերության մեջ։ Այս սրբազաններին տեսա, առայժմ սրբազաններին տեսա շատ ավելի ճնշված, քան Բաքվի մեր գերիներին։ Այդ շատ հետաքրքիր դիտարկում էր գոնե ինձ համար, իմ ներաշխարհում իրենց հասկանալու համար։ Ու երբ տեսնում էի, որ իրենք ստորագրում են, ակնհայտ հասկացա, որ այդ տեքստը իրենք ոչ միայն նախապես չեն ընթերցել, ոչ միայն իրենք չեն գրել, իրենք չեն խմբագրել։ Իրենք առաջին անգամ էին առերեսվում, թե ինչ են այդ բանին ստորագրելու ու վստահ եմ, որ այդ հոգևորականները, որ այդ տեքստը խմբագրելու առիթ ունենային, գոնե կասեին ախր այստեղ գրված է, որ եկեղեցին հիմնադրվել է Տրտատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողմից, բայց սա թյուր իմացություն է։ Իրական դա միշտ եղել է մեր եկեղեցու դեմ հարվածներից մեկը, որ իբր թե մենք գրիգորյանական ենք, այսինքն Գրիգոր Լուսավորիչն է հիմնադրել, ոչ թե ցերկը, որ ռուսներից էր դա գալիս։ Այո, ոչ թե առաքյալները։ Մեզ են մեղադրում ռուսամետ, ռուսի ագենտ լինելու մեջ։ Անդադար Ռուսաստանի տարբեր գործիչներ ու քարոզիչներ ճնշել են հայ եկեղեցուն ասելով, որ մեր հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է։ Հիմա դուք այդ ռուսական թեզերով, ու գիտեք, այդ ռուսական թեզը իդեպ Գրիգորյանսկայա ցերկև, շատ ռուսական։ Այդ ռուս եկեղեցու որոշ հոգևորականների խումբ կա, ոչ շատ, փոքրաթիվ, որոնք մշտապես մեզ անվանել են մոնոֆիզիտ, մեզ անվանել են մեզ աղանդ են համարել ոչ աղանդ կամ հերձված են ավելի հերձված հետիկոսություն, հա։ Հիմա գնացել են իրենք այդ թեզերով մեր վրա են հարձակվել, ռուսի ագենտն էլ մենք ենք, որ հայի օրվա տառապանքով ապրել ենք, ես անձնապես պատերազմի մասնակից եմ, ինձ այդ ռուսի ագենտը արդեն այնքան են գրել, արդեն դարձել է այդպես նույնիսկ կատակի թեմա մեր մեջ, ու հիմա մի հատ էլ ես եմ ռուսի ագենտը, հա, really? Թոմաս։ Մենք որպես ավանդույթ դարձած արդեն հաղորդման վերջում միշտ հյուրին ես հարցնում եմ, խնդրում եմ նշել մեր ազգի դրական լավ կողմերը, որոնք միգուցե մենք միշտ չէ որ ընդգծում ենք կամ մեր մեջ ենք մնացել։ Տարբեր հյուրեր շատ տարբեր հետաքրքիր մոտեցումներ են բերել եւ ես նույնիսկ ուզում եմ հավաքել եւ բոլոր այդ մտքերը միտեղ որպես մի տեսանյութ ներկայացնել, կուզեի որ ձեզ էլ այդ հարցը տալ, ավանդական դարձած, որն են մեր լավ կողմերը, մի քանիսը։ Մեր լավ կողմը այնուամենայնիվ հիշողությունն է։ Մենք ունենք հիշողություն եւ դա մեր լեզվի կոդ է դարձել, որովհետեւ մենք հասկացել ենք, իդեպ միակ ազգն ենք, որ հասկացել ենք, որ հիշողությունը երեկվա մասին չէ։ Հիշողությունը վաղվա մասին է, գալիքի մասին է։ Հետևաբար մենք նկատել եք, երբ խոսում ենք անցյալի մասին, ասում ենք առաջ։ Առաջ լավ էր։ Ոչ մի լեզվում սա չկա, որ խոսում են անցյալի մասին, բայց ասում են առաջ։ Այդ հիշողությունը ես շատ կարևորում եմ։ Իզուր չէ, որ այսօր դա եւս թիրախավորված արժեք է։ Հիշողություն մենք ունենք եւ երանի թե չկորցնենք այն։ Դա մեր աստվածային հիշողությունն է, ադամական, այսպես ասած։ Ադամական հիշողությունը հատուկ է բոլոր մարդկանց անշուշտ։ Ազգային իմաստով մենք սարսափելի տանջվել ենք, մենք հին ժողովուրդ ենք, հին ժողովուրդներին հատուկ բան է դա, այդ հիշողություն ունենալը։ Բայց դասեր քաղելը։ Ես չեմ հավատում պատմական դասերին, այդպես չի լինում։ Որովհետև դա շատ թեորիա է, դա շատ թվում է թե քեզնից հեռու է։ Մեզ երբեմն թվում է, որ ավարայրը 451 թվականին է եղել։ Մենք մոռանում ենք, որ մենք ամեն օր ապրում ենք ավարայրում։ Թոմաս, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև մեր հեռուստադիտողներին, ովքեր լսեցին այս զրույցը։ Ես միտումնա որ կարելի ասել տանում է այն ուղղությամբ, որ դուք Թոմաս փորձեք մեր հեռուստադիտողներին, մեզ հետևողներին բերել այդ հոգևոր խոսքը եւ նաև իրենք ծանոթանան հոգևորականների, այդ հոգևորական շնչի հետ, որովհետեւ ես կարծում եմ, որ ամենամեծ բաններից մեկը եկեղեցու համար դա անձնական օրինակն է։ Անձնական օրինակով ցույց տալ, թե ինչ է, ով է Քրիստոս։ Մեր օրինակը միայն Քրիստոսն է, դա վտանգավոր է իրականում փոքր։ Բայց մարդիկ ճանաչում են մարդկանց միջոցով Քրիստոսին։ Ես ասեմ, որ այստեղ շատ հետաքրքիր մտքեր հնչեցին, սկսած այն, որ մենք այդ մահվան ստվերի մեջով հաստացի անցանք, դերևս անցել ենք շատ ժամանակ, անցնում ենք։
որ այս փշոտ ճանապարհում շատ կարևոր է լինել այդ քրիստոնեական աղը, այսինքն բարոյականության, արդարության կողմնակիցը, չտրվել ժամանակի մանիպուլյացիաներին։ Աշխարհը շատ է փոխվել, աշխարհը շատ է մեր դեմ պայքարում եւ շատ կարևոր է գիտակցել, որ աշխարհով, բայց մենք շատ կարևոր մի առաքելություն ունենք նախ պահելու մեր հիշողությունը թարմացնելու, հիշողությունը փոխանցելու մեր սերունդներին, որպեսզի նրանք չլինեն առանց հիշողության եւ առանց պատմության ազգ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ թողնի։ Շնորհակալություն ձեզ եւ չվհատվեք։